Լսելով կողմերի դիրքորոշումները, դատարանը արձանագրում է հետևյալը։ Նախ առաջին հերթին դատարանը նաև նկատել, որ կողմերի գործերից մեկը չանադարձավ ու որ կասկածի առնչությամբ հիմնավ կասկածին եւ դրա առնչությամբ դիտարկումներ չներկայացրեց, դատարանը ընդունել է համարժան մոտեցում, այնուամենայնիվ արձանագրում է, որ հիմնավ կասկածի անադարձ չկատարելու առնչությամբ դատարանը դիտարկումներ կատարել է դերևս Նախորդ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին կայացված որոշմամբ, որը որպեսզի դիտարկումների օբյեկտիվությունը, իրավաչափությունը եւ հիմնավորվածությունը գնահատվել են նաեւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 26-ին կայացված որոշմամբ, որի արդյունքում պաշտպանների կողմից ներկայացված բողոքը մերժվել է եւ դատարանի կայացած դատական ակտը թողնվել է անփոփոխ։ Այդ դատական ակտով դատարանը արձանագրել է, որ պահպանվում են մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու, ինչպես նաև Հայաստան Հանրապետության քրեական դատավարության անձգրքի, ինչպես նաև դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու ռիսկերը, միևնույն ժամանակ դատարանը թեև արձանագրել էր, որ միայն ենթադրյալ հանցանք կատարելու ռիսկը ինքնին չի կարող տրվել ամենախիստ խափանմիջոցի շարունակական կիրառման հիմքում այնուամենայնիվ այն արկա համարել եւ դիտարկել էր այլ հաստատական հանգամանքների հետ համակցության համատեքստում։ Միևնույն ժամանակ դատարանը գտել էր, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանմիջոցի երկարաձգման հիմնական փաստարկը, հիմնական հանգամանքը մյուս հիմքի քրեական դատավարության օրենսգրքով եւ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովել էր։ Ընդ որում, վերաքննիչ դատարանը այս հանգամանքի առնչությամբ պաշտպանության կողմից բարձրաձայնած հարցերին համաձայնության չի հանգել, ուստի այս մասով եւս դատարանի որոշումը դատարանի արձանագրումները մնացել են օրինական ուժի մեջ։ Դատարանը արձանագրում է, որ նախորդ որոշման կայացումից հետո, ինչպես դատավարության կողմերը արդարացիորեն դատարան շնորհակալություն է հայտնում այդ հանգամանքին անհրաժեշտությամբ անդրադառնալու համար, Հաստական հանգամանքների առնչությամբ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Մասնավորապես, դեռևս 2025 թվականի դեկտեմբերին կայացված որոշման շրջանակներում եւ թե հիմա դատարանը գտնվում է նախնական դատալսումների փուլում, այսինքն անցում չի կատարվել հիմնական դատալսումների, չեն հետազոտվել ապացույցներ, որոնք հնարավորություն կտային որոշակիորեն կամ որոշակի առումով խոսելու դատարանի մատնանշած հիմքի կամ դրանց հնարավոր էական ռիսկի չեզոքացման կամ նվազեցման առնչությամբ։ Դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը շարունակում է առարկա համարվել, ընդ որում դրա չեզոքացմանը հնարավոր է հասնել բացառապես ամենախիստ խափանմիջոցի շարունակականությամբ։ Ինչ վերաբերում է պաշտպանների կողմից մատնանշած այն հանգամանքներին, որոնք նոր էական հաստատներ պետք է դիտարկվեն, գնահատվեն դատարանի կողմից որոշման կայացման շրջանակներում, դատարանը գտնում է, որ տևականությունը, ժամկետը թեև ինքնին չի կարող նշանակություն ունենալ եւ հանգեցնել խափանմիջոցի փոփոխության կամ վերացման, այնուամենայնիվ այլ հանգամանքների հետ համատեքստում կարող է գնահատման առարկա հանդիսանալ, որպեսզի հանգամանքի առնչությամբ Վճռաբեկ դատարանն ունի դիրքորոշում, որպեսզի հանգամանքը եւս մատնանշված է եղել դատարանի կողմից կայացված նախորդ որոշմամբ։ Դատարանը վերստին ընդգծում է, որ միայն այդ հանգամանքը ինքնին առանց դատավարական փուլային փոփոխության կամ դատավարական ընթացակարգերի կոնկրետ ընթացակարգերի հաղթահարման խափանմիջոցի փոփոխության չի կարող հանգեցնել։ Ինչ վերաբերում է անձը բնութագրող հանգամանքներին առողջական վիճակի տարիքին, դատարանը արձանագրում է, որ սույն քրեական գործի քննության սկզբից դատարանը իր վարքագծով որևէ կերպ անուշադրության չի մատնել մեղադրյալի առողջական վիճակը, դատարանը միշտ հետամուտ է եղել առողջական վիճակի գնահատման, ինչպես նաև քրեակատավական հիմնարկում համապատասխան պայմանների ապահովման առնչությամբ։ Առաջին հերթին դատարանը դեռևս դեկտեմբերի 17-ին նշանակել է փորձաքննություն, դատարանի միջամտության փորձագետի եզրակացությունը տրվել էր սերմ ժամկետում, որի արդյունքում մատնանշվել էր, որ չկան այնպիսի խոչընդոտող հիվանդություններ, այսինքն արձանագրված հիվանդությունները չեն համապատասխանում կառավարության համապատասխան որոշման կողմնորոշիչ ցանկում արձանագրված հիվանդությունների։ Ինչ վերաբերում է լրացուցիչ փորձաքննության նշանակմանը, ապա դատարանի որոշման մեջ պարզաբանել է, որ լրացուցիչ փորձաքննությունը նշանակվում է հաշվի առնելով գրականության մեջ արձանագրված մոտեցումներն առայն, որ նոր գնահատման ենթակա հանգամանքների շրջանակներում ևս ընդունելի է լրացուցիչ փորձաքննության նշանակումը։ Այսինքն դատարանը նախորդ փորձագետի եզրակացությունը կասկածի տակ չի առել, դատարանը արձանագրում է, որ այն շարունակում է իր նշանակությունը պահպանել, սակայն միայն այն հանգամանքը, որ տեղի է ունեցել առողջական վիճակի առնչությամբ պաշտպանության կողմը ներկայացրել է հավելյալ փաստաթղթեր, ինչպես նաև դիտարկումներին կատարվել
Քրեակատարողական հիմնարկի պայմաններում բուժօգնության ապահովման, ինչպես նաև ներկայացված բուժօգնության վերջինիս առողջական ախտաբանական վիճակների անհամապատասխանության վերաբերյալ դատարանը նշանակել է լրացուցիչ փորձաքննության կազմում, ինչպես մատնանշվեց, ներգրավվել են համապատասխան մասնագետ բժիշկներ, այն է սրտաբան և ներզատաբան, միևնույն ժամանակ դատարանը արձանագրում է, որ փորձաքննության կատարումն արդեն սկսվել է, դարձյալ դատարանի միջամտությամբ հնարավոր ժամկետներում փորձագետներն այցելել են քրեակատարողական հիմնարկ, միևնույն ժամանակ դատարանը արդեն իսկ այսօր առավոտյան գրություն է հասցեագրել, որ մեղադրյալին մատնանշվել է գրության մեջ, որ 4-5 ամիս մեջ աշխատանքային օր անհրաժեշտ է տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն, խորությամբ հետազոտություն իրականացնելու համար, դատարանը իր գրությամբ նշել է, որ 4-5 ամիս մեջ աշխատանքային օրերի այս բաշխվածությունը առավել նպատակահարմար իրականացնելու համար արդեն իսկ մարտի 9-ից պետք է կազմակերպվի մեղադրյալի հուշաստատություն տեղավորել և համապատասխան հետազոտությունների իրականացում, ինչից հետո բնականաբար դատարանի աշխատակազմը կապի մեջ գտնվող փորձագետների հետ խնդրի հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը։ Սա առողջական վիճակին վերաբերում է անձնական տվյալների առնչության, դատարանը իհարկե նախորդ դատական նիստերին ևս նշել է, որ հարգանքով է մոտենում անցած ճանապարհին, տարիքին, ինչպես նաև նախկին բովանդակված պաշտոններին, այնուամենայնիվ դրանց համակցությունը դեռևս դատաքննության սույն փուլում չեն կարող բավական բավարար չափով երաշխիքներ դիտարկվել խափամիջոցի փոփոխության հարցի քննարկման համատեքստում։ Դատարանը արձանագրում է, որ 2025 թվականի հուլիսի 30-ին, եթե չեմ սխալվում, Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման համատեքստում դատարանը որպես վարժ իրականացնող մարմին պետք է անդրադառնա նաև դրսևորած պատշաճ ջանասիրությանը, այսինքն քրեական դատարանության համապատասխան ուզվածքների սահմանադրականության համապատասխանության հարցի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը մատնանշել է, որ դատարանը որպես վարժ իրականացնող մարմին պետք է գործի ողջամիտ քննության համատեքստում շատ ուշադրություն դարձնի նաև անհրաժեշտ ջանասիրության պահպանմանը։ Իսկ դատարանի կողմից անհրաժեշտ ջանասիրության դրսևորումը կարող է իրականացվել ոչ այլ կերպ, քան հերթական դատական նիստերի նշանակմամբ և այնպիսի վարքագծի դրսևորմամբ, որ դրանք անպայմանորեն կայանան։ Դատարանը գտնում է, որ ավելի ճիշտ արձանագրում է, որ արդեն իսկ նշանակվել են սույն քրեական գործողությունից ստանալուց ի վեր նշանակվել են 8 դատական նիստեր, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ առնվազն այս փուլի դրությամբ հնարավոր չէ օբյեկտիվորեն կասկածի տակ առնել պատշաճ դատարանի կողմից դրսևորած անհրաժեշտ ջանասիրությունը, ինչպես նաև դատարանը նկատում է, որ Սահմանադրական դատարանի մատնանշված որոշմամբ Սահմանադրական դատարանը ուղղակիորեն նշել է, որ դատարանը պատշաճ ջանասիրության շրջանակներում պետք է ձեռնարկի այնպիսի միջոցառումներ, որոնք պետք է հանգեցնեն ամենախիստ խափանման միջոցի կիրառման հիմքերի նվազեցման ու կամ չեզոքացման։ Այդ հանգամանքի հաշվարկմամբ դեռևս քրեական դատավարության օրենսգրքի 317 հոդվածի ընթացակարգության շրջանակներում դատարանը հիմնական դատավարությունների ընթացքում ապացույցների հետազոտման հաջորդականության առնչությամբ դիրքորոշում հայտնեց, որ առաջին հերթին թեև քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ կողմի ներկայացրած հաջորդականությամբ պետք է ապացույցները հետազոտվեն, հանրային մեղադրողները ներկայացել են այլ հաջորդականություն, դատարանը Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությամբ փոխեց այդ հաջորդականությունը, հաշվի առնելով, որ խափամիջոցի կիրառման հիմքում դրված է հենց դատակոչի ցուցակում ներառված անձանց նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու հավանականությունը։ Հետևաբար առաջնահերթության կարգով իրացնելով ապացույցների հետազոտման այդ կարգը, դատարանը այդ շրջանակներում ևս ապահովել է պատշաճ կամ անհրաժեշտ ջանասիրության իրականացումը։ Ինչ վերաբերում է այլ հանգամանքներին, որոնք կարող են այլընտրանքային խափամիջոցի կիրառման հիմք հանդիսանալ, դատարանը արձանագրում և ընդգծում է, որ դեռևս նախորդի կիրառված որոշումից հետո, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումից հետո տեղի չի ունեցել այնպիսի խափամիջոցների փոփոխության էական պայմանների փոփոխության այնպիսի էական հանգամանքներ, որոնք հնարավորություն կտային դիտարկելու այլընտրանքային խափամիջոցների կիրառության հնարավորությունը։ Ինչ վերաբերում է խափամիջոցի կիրառման ժամկետին, դատարանը այս հանգամանքի շրջանակներում գտնում է, որ թեև դատակոչի ցուցակում ընդգրկված են բազմաթիվ անձինք, շուրջ 1/10-ից ավելի անձինք, այնուամենայնիվ դատարանը
չդիտարկելով կամ չխորանալով վերջիններիս հայտնած տեղեկությունների բովանդակությանը, որպեսզի հանգամանքի առնչության դատարանը նախնական դատարանների փուլում իրավասություն չունի, այնուամենայնիվ գտնում է, որ սույն դեպքում խափանշոցի ժամկետը ենթակա երկարաձգման 2 ամիս ժամկետում միևնույն ժամանակ ցույց հայտնելով, որ այդ ամիսների ընթացքում դատարանը պահպանելով դարձյալ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև հաշվի առնելով դատավարության մասնակիցների ծանրաբեռնվածությունը հնարավորություն կունենա այդ ամիսների ընթացքում սպառել համապատասխան անձանց հարցաքննությունների ծավալը, որը հնարավորություն կտա վերստին անդրադառնալու մեղադրելի նկատմամբ կիրառված խափանմիջոցի իրավաչափությանը և անհրաժեշտությանը։ Ամփոփելով դատարանը գտնում է, որ կիրառված խափանմիջոցի ժամկետի ենթակա երկարաձգման արդեն իսկ կիրառված սահմանափակումների պահպանման։ Որոշման օրինակները, գրավոր օրինակները սահմանված ժամկետում կտրամադրվեն դատավարության կողմերին, ուստի դատարանը քննարկվող հարցը համարում է ամփոփված, արդեն իսկ կիրառված սահմանափակումները։